Ծավալուն գաղափար է, ես չգիտեմ, էլի ինչքան կարելի է խոսալ դրա մասին, բայց ուզում եմ հիշեցնել այն տեղը, որտեղ որ Աստված իր ծառա Պողոսի միջոցով մեզ ներկայացնում է այս կարևոր գաղափարը ու մեզ հնարավորություն է տալի, որպեսզի լսելով այս գաղափարը կարողանանք խորանանք ու մտածենք մեր կյանքի մասին։ Այսօր էլ լավ է, որ բացի դրանից որ մենք քարոզ կլսենք, նաև հնարավորություն կունենանք հարցեր տալու, եթե կա հարցեր, որպեսզի նորից եւ նորից թարմացնենք մեր մտքերը։ Ուրեմն երկրորդ Կորինթացոց 13-րդ գլխի 5-րդ համարը, վերջի գլուխն է, 5-րդ համարը, այսպես է ասում, 2 Коринфянам 13 глава, 5 стих. Փորձեցեք ձեր անձերը, թե արդյոք հավատքումն է, քննեցեք ձեր անձերը, կամ թե չգիտեք ձեր անձերը, որ Հիսուս Քրիստոս ձեզանում է, միայն եթե անպիտան լինեք։ Հիշեցնեմ, կարճ հիշեցնեմ անցյալ կիրակի օրվա մեր նյութի մասին 3 կարևոր բաները, որ այսօր մենք պետք է շարունակենք, պետք է այս նյութի գաղափարը ուսումնասիրել, 3 կարևոր բան, որոնց մենք անցյալ կիրակի օրը խոսացինք, առաջինը, երբ որ մարդը միայն անցյալով է ապրում եւ իր անցյալի հաղթանակներն է հիշում, բայց ներկա ժամանակում քիչ առաջ եղբայրն էլ հիշեցրեց աճի հնարավորությունը, իր կոչի հնարավորությունը չի ձգտում տեսնելու ու դրա սա ցավ է, որ մենք պարծենալով անցյալի մեր մեղքերից ազատվելու, դա շատ լավ բան է, մենք նորից ձգտում ենք դրանով ապրելով, մոռանում ենք, որ մենք էլ անցյալում չենք ապրում, այլ ներկայում ենք ապրում, որտեղ որ մենք պետք է հոգեոր աճենք ու հաստատվենք ճշմարտության մեջ։ Դա առաջինն է, երկրորդ կարևոր գաղափարը այն է, որ մենք մեր հավատքով պետք է համոզված գիտենանք ու կասկած չունենանք Աստծո ամենակարողությանը։ Գիտեք, հասկանալի է, որ մեր կյանքի մեջ ամեն ինչ չի, որ մենք ստանում ենք, ամեն պատասխաններ չի, որ ստանում ենք, ինչքան աղոթքներ կար, որ մենք այդ աղոթքի պատասխանը չենք ստացել եւ շատ հնարավոր է, որ մենք կասկածենք Աստծո ամենակարողության վրա կամ այն ողորմության վրա, որն Աստված ունի մեր հանդեպ։ Ես նորից եմ ուզում հիշեցնել իմ սիրելիներ, հիշենք, թե Աստված ինչ արեց մեզ համար։ 2000 տարի առաջ իր որդին ուղարկեց, իր միածին որդին ուղարկեց, որպեսզի նրա միջոցով մենք հավիտենական կյանք ունենանք։ Ով կաներ այդպիսի բան, այդպիսի սեր, որտեղից կա ընդհանրապես, բայց Աստված արեց, ու եթե այսօր ինչ որ հարցեր կա, որոնց մենք չենք ստանում դրա պատասխանը, ձգտենք վերագրել Աստծուն, ասելով, որ Աստված ավելի լավ գիտե, թե ինչ պետք է տա մեզ, ինչ պետք է չտա, եւ երրորդ կարևոր բանը, որն նույնպես կախված է այս կասկածների հետ, կասկածի հետ կարող է հիասթափությունը գալ։ Որնոր ես խնդրեցի, Աստված չտվեց, խնդրեցի չտվեց, հիասթափել Աստծուց սարսափելի բան է, որովհետև հիասթափող մարդը անպայման կհեռանա Աստվածանից։ Մենք հիշեցինք, անցյալ կիրակի օրը հիշեցինք Աբրահամի մասին, որ մարդը, որն խոստում էր ստացել ու 25 տարի սպասում էր այն որդուն, այն խոստմունքի որդուն, ճիշտ է, ինքը էլի որդի ուներ, բայց այն խոստմունքի որդուն 25 տարվա ընթացքում Պողոս Արաքելը ասում է, որ նա չերկմտեց, նա չկասկածեց, ոչ էլ հիասթափվեց, այլ մինչև վերջ համոզված էր, որ Աստված ինչ որ խոստացավ, այն էլ կտա։ Մենք այսօր գիտենք, որ Աստված շատ մեծ հոգս չի անում մեր ֆիզիկական մարմնի համար, նրա կարևոր գաղափարը, միտքը մեր հոգիներն է եւ նրա փրկությունը։ Ու եթե այդ հոգին արդեն փրկված է, եկեք փառք տանք Աստծուն դրա համար։ Այսօր մենք պետք է խոսանք եւս մի կարևոր բանի մասին, որն որ հավատքի հետ է կախված, իմ սիրելիներ, շատ ծավալուն գաղափար է, որն որ ես ուզում եմ այսօր տալ, դրա համար մի քարոզի մեջ տեսա, որ չեմ տեղավորվում եւ մտածեցի, որ դա էլի մի քարոզ էր կեղնի, եթե Տերը կյանք տվեց մյուս անգամ կամ մյուս կիրակի կամ մյուս անգամ մենք կշարունակենք այս գաղափարը, մենք խոսալու ենք Աստվածպաշտության մասին։ Благочестие ռուսերեն ասում են, ես ել եմ ասում, մենք երբ որ ես ռուսերեն, ես
Ված չգիտեմ ռուսերեն, բայց շատ բաներ այնքան լավ չեմ հասկանում, ինչքան որ օրինակ հայերեն, դրա համար ես ավելի ընդունելի եմ դարձնում Աստված պաշտությունը, այսինքն Աստված պաշտելու կարևոր գաղափարը, որն որ ելնում է հավատքից։ Մենք հավատացյալ լինելով պաշտում ենք նրան, ով որ ամենակարող Աստված է։ Ու ինչի եմ ասում, որ ծավալուն գաղափարը, որտեղ Աստվածապաշտությունը երկու տեսակի է լինում, առաջինը ճշմարիտ Աստվածապաշտություն եւ կեղծ, истинное и ложное, благочестие։ Ու մենք այսօր խոսանք հենց այդ կեղծ Աստվածապաշտության մասին, որն կարող է պատահել լինի մարդու մեջը, որովհետև քիչ առաջ էլ մենք լսեցինք մի փոքր վկայություն, որ մենք ապրում ենք այս կյանքի մեջ, հնարավոր է մեր կյանքի, մեր հավատքի ընթացքը 2 ժամ շաբաթվա ընթացքում լինի, որ դա բավական չի, Աստծո համար բավարարություն չի բերում ու մեզ էլ պետք է չբերի բավարարություն, դրա համար այն թվերը, որն որ ասվեցավ 168 ժամ շաբաթվա ընթացքում, որից 2 ժամը մենք ստեղ ենք անցկացնում մնացածը աշխարհի մեջ, մենք պետք է հիշենք, որ դա շատ կարևոր է։ Տեղ եմ ուզում կարդալ 2 Տիմոթեոս 3 գլուխ առաջինից մինչև 5 համարը, որտեղ որ Պողոս Արաքյալը շատ զարմանալի բաներ է ներկայացնում մեզի, մեզ հնարավորություն տալով մտածելու դրա մասին, որովհետև մենք շատ անգամ մեր աչքերով ենք նայում ու չափում ենք այն աչքերով, ինչ որ տեսնում ենք, բայց իրականում ինչ որ չենք տեսնում, շատ անգամ չի երևում, դրա համար տեսեք 2 Տիմոթեոս 3 գլխի առաջի 5 համարներն եմ ուզում ներկայացնեմ ձեզի, 2 Тимофея 3 глава с 1 по 5 стихи, նայեք ինչ է ասում Պողոս Արաքյալը։ Սա գիտացեք, որ հետին օրերում չար ժամանակներ կգան, որտեղ մարդիկ կլինեն ինքնասեր, արծաթասեր, անբարտավան, հպարտ, հայհոյիչ, ծնողներին անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուշկալ, դաժան, անբարեսեր, մատնիչ, հանդուգն, գորոզ, ավելի ցանկասեր, քան աստվածասեր։ Վերջի համարը չեմ կարդում դեռ, գիտեք, նայեք այս սարսափելի բանը, որն որ ներկայացվեց է այստեղ, մենք կարող ենք վերագրենք անհավատ աշխարհին։ Այսօր անհավատ աշխարհը այդպիսի վիճակի մեջ է գտնում։ Իհարկե կարող է լրիվ ցուցակը չեղնի, բայց մասամբ ամեն մեկը ինչ որ վիճակի մեջ է գտնում։ Բայց Պողոս Արաքյալը 5-րդ համարում տեսեք ինչ է ասում։ Որ Աստված պաշտության կերպարանք ունին, բայց նրանց դուրությանը ուրացած են, նրանցից էլ ետ քաշվիր։ Այսինքն մարդը, որն որ հավատացյալ է, իր վկայությունով հավատացյալ է ու ձգտում է մարդկանց վկայել, որ ես հավատացյալ եմ, դրսից երևում է, որ հավատացյալ է, իսկ ներսը Աստվածանից դրժած անձնավորություն է, քշված անձնավորություն է, որովհետև գրված է, որ իրանք արտաքինով նման են Աստվածապաշտ մարդուն, բայց ներսը լրիվ ուրիշ է։ Ու սա մեզ սարսափեցնում է մտածելու համար, որ նայենք մեր կյանքի մեջ ու տեսնենք, ես նորից եմ ասում, կարող է ամեն այս ցուցակը, այսքան բաներ որ մենք կարդացինք, ամենի չէ որ հիշենք, բայց փառք Աստծո ամեն մեկս ունենք Աստվածաշնչեր եւ կարող ենք նայել ամեն անգամ ու քննել մեր անձը, ինչպիսին է մեր Աստվածապաշտությունը։ Մի հատ օրինակ եմ ուզում բերել, գիտեք, տարիներ առաջ եղավ այս բանը, երբ որ օրերից մի օր շուկա է գնացել առևտուր անելու, այդ առևտուր անողների մեջ, դուք գիտեք, բազարի մեջ ինչքան շատ մարդիկ կան, այդ առևտուր անողների մեջը մի շորեր հակած քահանա էր ման գալիս, որն որ ինքն էլ առևտուր էր անում, որովհետև ինչ կապ ունի քահանա ես, թե ով ես, ուտել ուզում ես, պետք է գնաս բազարում մի բան առնես, որ ուտես։ Եվ իրան համարյա իրար կողքին գնալով սրանից նրանց հարցնում ենք, այս ինչ արժի, ինչ արժի, տեսա այս քահանան կապավ ինչ-որ մի առևտրականի հետ, սկսեց նրա հետ վիճել ու նայեցի, ասի, ինչ խաբար է, ուշադիր նայեցի, այս քահանան վիճելու հետ միասին ձենը բարձրացրեց, հետո վերցրեց մի հատ այդ պտուղը, չեմ հիշում, գիտեք ինչ պտուղ էր, վեցեց պտուղը գլխին խփեց այդ բանի առևտրականի ու միանգամից ոգևորություն շուրջը գտնվող մարդկանց։ Այս ինչ արեց։
քահանա ու այսպիսի բան անելը։ Գիտեք, այդ քահանան շատ չհավանեց մարդկանց ոգևորությունը, մի երկու հատ հայհոյեց, կեղտոտ հայհոյանքով, հայհոյեց ու թողեց գնացեն կողմ։ Հիմա դուք կարող եք ասեք, չէ՞, շատ ճիշտ կասեք, որ հեշտ է ուրիշների մասին խոսալը։ Ուրիշները, հա, հասկանալի է ինքը հակած շորերով այդ մարդկանց աչքի առաջ որպես հոգևոր մարդ է եւ շատ մարդկանց համար տհաճ է, երբ որ հոգևոր մարդը այդպիսի գործողություններ է կատարում եւ այդպիսի արտահայտություններ է անում։ Կասենք, որ ուրիշի աչքի շուղը տեսնում ես, մի հատ նայեք ու աչքերում կարող է գերան եղնի, եկեք մեր մասին խոսանք։ Մենք երբ որ գնում ենք շուկա, մենք խոմ քահանական շորեր չունենք հակած։ Ես միջև անգամ, երբ որ այստեղ այսպիսի շորեր եմ հագնում, շուկա գնալու ժամանակ այս ձևով չեմ գնում այս շուկա։ Այսինքն հանում եմ ու երբ որ գնում եմ շուկա, ոչ մեկից չեմ տարբերվում։ Այն մնացած առևտուր անողներից, որոնք որ ինձ հետ միասին առևտուր են անում։ Ոչ ոք չգիտա ես ինձ ծառայության մեջ եմ։ Շատ հազվագույթ եմ սիրելի քույր եղբայրներ, ես հանդիպում եմ մեր ծանոթ մարդկանց, ով ինձ ճանաչում են որպես հոգևոր մարդ։ Բոլոր նրանք, ովքեր որ ինձ շրջապատում են, ընդհանրապես կասկած է չունեն, որ ես հոգևոր մարդ եմ։ Ոնց որ իրանք են նեցել ես եմ։ Ման եմ գալիս, բայց գիտեք, հարցը ոչ թե նրանում է, թե ով գիտե ինձի ու ինչպես ենք նայում իմ կյանքի մեջը, որ տեսնան հանգած ես մի հատ ավելորդ բան կանեմ, թե չէ, որ հետո հանդիմանեն։ Բայց ես խոմ գիտեմ, ես խոմ վկայում եմ իմ մասին, որ ով եմ ես, ու ես էլ խոմ որպես մարդ կարող եմ բարկանալ, երբ որ առևտրական ինչ-որ մի բան ասի ինձի, ու ես դրանից բարկանամ, ես կարող եմ ինչ-որ մի բան վերցնեմ գլխին խփեմ, ոնց որ են քահանան։ Իհարկե, ինչի՞ չէ որ մարդ եմ էլի, ինչի՞ չէ եթե բարկացա ու ինձ չզսպեցի, ես գլխին եք խփեմ, մի երկու երեք հատ հայհոյանք կասեմ ու թողնեմ կգնամ, բայց որտեղ է իմ աստվածապաշտությունը, իմ սիրալիներ, ես շորեր չունեմ, որպեսզի շուրջը գտնող մարդիկ տենան, որ ես քահանա եմ, բայց Աստծո խոսքը հիշեցնում է մեզի, որ մենք ոչ թե ուղղակի քահանաներ ենք, Պետրոս Արաքյանն ասում, դուք թագավորական քահանա եք, ու մենք ունենալով քահանայություն այս կյանքի մեջ, եմենակ ես չեք, գիտեք, բոլորս այստեղ գտնվողներս, որոնք որ արդեն ճշմարտության մեջ են, բոլորն էլ թագավորական քահանայություն ունեն։ Ու մենք երբ որ գնում ենք այնտեղ վերևից Աստված նայում է, չէ՞, մեր քահանայությունը։ Այո, մենք մարդ ենք, կարող ենք բարկանալ, կարող ենք ափերից դուրս գալ, բայց ինչքանով ենք մեր աստվածապաշտությունը համապատասխանում մեր վկայության, իմ սիրելիներ, երևում աշխարհի մեջը։ Այստեղ, երբ որ մենք այստեղ հավաքվում ենք, շատ հեշտ է 2 ժամը մեկս մեկից համբերել, մեկից մեկից հանդեպ ժպիտով եղնելը, հեշտ է շատ 2 ժամ։ Այ աշխարհում որտեղ որ անենություն կա, որտեղ որ մարդիկ կարող են ինչ-որ բաներ ասել մեզի, որ մեզ ափերից դուրս բերել, այնտեղ պետք է երևա մեր աստվածապաշտությունը։ Ու մենք եթե չհակած, շորեր չհակած ու մարդկանցից չճանաչված, մենք անենք այդ նույն բանը, բա Աստված ինչ պետք է մտածի մեր մասին։ Որտեղ է գտնվում մեր իսկական աստվածապաշտությունը։ Չէ՞ որ եթե ես նույն բանը անեմ ու չերևա մարդկանց մեջ թե ով եմ ես, իմ աստվածապաշտությունը կեղծ պետք է եղնի։ Ու դա սարսափելի բան է, գիտեք։ Նայեք, կեղծ աստվածապաշտությունը 2 տեսակի է, իր կողմից էլ 2 տեսակի կա կեղծ աստվածապաշտություն։ Մեկը որ մարդը չգիտե, որ ինքը կեղծիկի մեջ է գտնվում, բայց կեղծ է իր աստվածապաշտությունը, մյուսը որ մարդը գիտե, որ ինքը կեղծ է, ինքը հասկանում է, ինքը գիտակցում է, բայց մաքսիմում ձգտում է, որպեսզի իր մարմնի համար այդ աստվածապաշտությունը օգտագործել, մարմինը բավարարելու համար։ Մենք մի քիչ խոսանք այն բանի մասին, ինչ որ նշանակում է չգիտենալը։ Որտեղ այսօր շատ մարդիկ կան, որոնք որ մոլորության մեջ են գտնվում, որոնք որ սխալ աստվածապաշտություն ունեն, ու իրանք չգիտեն, գիտեք, չգիտեն, որ իրանք ճիշտ աստվածապաշտություն չունեն։ Իրանք համոզված են, որ իրանք ճիշտ աստվածապաշտության մեջ են գտնվում։ Ու այդ համոզմունքը ոչ թե Աստծո խոսքի վրա է հիմնված, այլ այն քարոզչության վրա, որն որ իրանք լսում են իրանք կեղծ դասատուներից, ուսուցիչներից են լսում։ Առանց ստուգելու թե ինչ է Աստված ասում, երբ որ նրանք ինձ սովորեցնում են ինչ-որ մի բան, որ մենք այստեղից ամեն անգամ հիշեցնում ենք, որ
Ով էլ լինի այստեղից քարոզող, ինչպիսի քարոզիչ է լինի, մենք պարտավոր ենք ստուգելու, որ հանգած մոլորություն չքարոզվի։ Ես մի հատ փեսա ունեմ, քրոջս փեսեն, որն որ ոչ թե ուղակի ուղափառ է, այլ այն որ ասում են յարի ուղափառներից է, որն որ ամեն կիրակի գնում է ժողովարան, ինքը միշտ ունի այս տասնորդների հարցը, աշխատում է, պենսիաները համա աշխատում է ու փողը հավաքում է, որ անպայման այդ փողից 10% դենն է դնում, որ եկեղեցուն զոհաբերի։ Ինչի եմ ուզում ասեմ, որ ինքը ոչ թե ուղղակի շարքային այդ ժողովրդի նման, որոնք որ մենակ տոների ժամանակ են գնում եկեղեցիներ, այդ կոչված տեղերը, շինությունները, այլ ինքը ամեն կիրակի գնում է այնտեղ, պատարակներին մասնակցում է, հետո գնում է ինչ որ միտեղ քարոզչությանը մասնակցում, քահանաները տենց էլ կա, եթե չգիտեք, գիտեցեք որ իրանք մենակ պատարակներ չեն անցկացնում, այլ քարոզչություններ, ամեն անգամ առաջ, հիմի չէ, որովհետև տեսա որ մեր բոլոր զրույցները վեճերի են վերածվում, ինքը համոզված է որ ուղափառ կույս էր, հասկանալի է կույս էր, երեխա ունեցավ, հասկանալի երեխա ունեցավ, դրանից հետո վերջ։ Ասում եմ այն Մարիամի երեխեքը, որոնք որ Քրիստոսի խորտ եղբայրները, քույրերը որտեղից են, էլի պատասխան չկա, բայց ինքը նորից համոզված գիտե, որ իրանք ճշմարտության մեջ են, բայց մյուսները սեկտատներ են։ Նայեք Պողոս Արաքյալի կյանքը։ Պողոս Արաքյալը, դուք գիտեք, այսօր ամենավառ տիպաժները, որոնք գոյություն ունեն այս կյանքի մեջ, Աստվածաշնչի մեջ, դրանք փարիսեցիները, դպիրները, օրինականներն են, որոնց մասին ինքը Քրիստոսն էլ ներկայացրեց որպես կեղծ աստվածապաշտներ։ Հիշում եք, չէ՞, 7 անգամ վայ ձեզ Տերը բացահայտեց, որ այդ մարդիկ, որոնք որ իրականում իրան ցույց էին տալի աստվածապաշտ, այդպեսին չէին։ Բայց այդ աստվածապաշտ, կեղծ աստվածապաշտ փարիսեցիների մեջ կային մարդիկ, որոնք որ անկեղծ էին իրենց հավատքի մեջը, չնայած որ կեղծավոր աստվածապաշտության մեջ էին, բայց անկեղծ էին իրենց հավատքի մեջը եւ դրանցից ես ուղղակի ուզում եմ հիշեցնել հենց իրեն Պողոսին, որն որ ժամանակին Սաուղ էր, Սողոս էր, Նիկոդիմոսին հիշեք, Նիկոդիմոսը գիշերը եկավ, որտեղ ամանչում էր իր հավատակիցներից, Հովսեփ Արիամացին, որն որ գերեզմանը տվեց, Ստեփանոսին հիշեք, որն որ իր կյանքը զրկեց, կյանքը տվեց Քրիստոսի համար, ժամանակին փարիսեցի էր, նայեք Փիլիպպեցոց 3-րդ գլխի 4-6 համարը։ Այս ժամանակին Սողոսը, որն որ հետո Պողոս դարավ, տեսեք ինչպես է ներկայացնում իր կյանքը անցյալում եւ մեզ հնարավորություն է տալի մտածելու դրա մասին, որ իրականում կան կեղծ աստվածապաշտության մեջ գտնվող մարդիկ, որոնք որ կարծում են որ ճշմարտության մեջ են, բայց իրենց աստվածապաշտությունը կեղծ է։ Филиппецоց 3:4-6 Ֆիլիպպիցեմ 3 глава 4-6 стихи Ընտրում եմ ուշադիր լսեցեք Թեև ես վստահություն ունիմ մարմնի կողմանել Եթե մի ուրիշը կարծի որ մարմնով վստահ լինի առավել եւս ես 8 օրվա թլպատված Իսրայելի ազգիցը Բենյամինի ցեղիցը եբրայեցիներիցը օրենքի կողմանե փարիսեցի ջերմերանգության կողմանե հալածող է եկեղեցում օրենքի արդարության մտիկ տալով անառատեի ժողովուրդ այս ամեն ինչը Պողոս Արաքյալը ավելի ճիշտ ասեմ Սողոսը որ գրեց ինքը սուտ չխոսած իրականում ինքը այդպեսին էր որովհետև դուք հիշում եք որ որպեսզի ինքը գնար ու քրիստոնյաներին հալածեր ոչ թե իրան էին ուղարկում այլ ինքը գնում էր եւ մարդկանցի քահանապետներից թղթեր էր վերցնում որ իր կամքով գնար եւ այդ մարդկանց հալածել որոնք որ հրեական օրենքին հակառակ էին գնում իրանց կարծիքով բայց նայեք Պողոս Արաքյալի կյանքը ոնց փոխվեց Եվ Աստված ոնց է մի անգամ ցույց տալի, որ եթե մարդը անգիտակցաբար է կեղծավորության մեջ գտնվում, ինքը օրերից մի օր Աստված ինքը օրերից մի օր անպայման այդ մարդուն դարձի կբերի։
Ու մենք պետք է հասկանանք, որ մենք ոչ թե մենակ պետք է ասենք, որ Աստված դարձի կբերի, մենք էլ պետք է աղոտ կանենք, իմ սիրելիներ։ Կապ չունի այդ մարդը որտեղացի է, ինչ հավատքի մեջ է գտնում, ինչպիսի մոլորության մեջ է գտնում։ Մենք պետք է աղոտ կանենք այդ մարդկանց համար, որ Տերը ողորմա։ Տեսեք, Գործ Առաքելոց թղթի մեջ ինչպես է Աստված այդ Սողոսին, որ ժամանակին այդքան մեծ վնասներ է տվել եկեղեցում, ինչպես է նրան դարձի բերում։ Գործ Առաքելոց 9-րդ գլուխ 4-ից 6 համարները։ Деяния апостолов 9 глава 4 по 6 стихи։ Եվ նա գետի վրա ընկած մի ձայն լսեց, որ ասում էր նրան. Սաուղ, Սաուղ, ինչու ես ինձ հալածում։ Եվ նա ասեց. Ով ես Տեր։ Տերը ասեց. Ես Հիսուսն եմ, որին դու հալածում ես։ Դժվար է քեզ խթանին քացի տալը։ Եվ դողալով ու զորհրելով ասեց. Տեր, ինչ ես կամենում որ անեմ։ Գիտեք, այսպիսի հրաշք, որ կատարվեց ժամանակին, այսօր կարող է կատարվել շատ մարդկանց մեջ։ Ինտերնետը այնքան է լցված մոլորությունից դուրս եկած մարդիկ, որոնք որ հասկացան, որ իրանք կեղծ աստվածապաշտության մեջ են գտնում։ Բայց Աստված ողորմած Աստված է, գիտեք, յուրաքանչյուր մարդուն, ով էլ որ այսօր ճշմարտությունից դուրս է, ով էլ որ կեղծ աստվածապաշտության մեջ է գտնվում, անպայման դուրս կբերի։ Բայց եկեք մենք մեր մասին էլ մտածենք, գիտեք, մենք ուրիշներին լավ ենք մտածությունում ասում, այ նրանք էս են անում, մենք ինչպիսի վիճակի մեջ են գտնում։ Ճիշտ են 2 ժամվա հավատացյալներ ենք ամբողջ 168 ժամվա ընթացքում, թե ճիշտ ունենք մենք ճշմարիտ աստվածապաշտություն, որն որ մեզ դրդում է Աստծուն փառավորելու հեթանոս մարդկանց մեջը։ Տեսեք Պողոս Արաքյալի վկայությունը։ Այն ժամանակ, երբ որ ինքը արդեն ճշմարտությունը ճաշակեց ու ինքը ներկայացնում է այսպիսի բան։ Առաջի Տիմոթեոս առաջի գլուխ 12-13 համարները։ Первая Тимофея, 1 глава, 12-13 стихи։ Եվ շնորհակալ եմ ինձ մեր Տեր Հիսուս Քրիստոսի զորացնողիցը, որ ինձ հավատարիմ համարեց, ես սպասավորության մեջ դրավ, որ առաջուց հայհոյիչ, հալածող եւ թշնամող էի, բայց ողորմություն գտա, որտեւ չգիտենալով է գործում, անհավատությունով։ Այ հենց այս դրա մասին պետք է մենք խնդրենք Աստվածանից, որ եթե մեր կյանքի մեջ Աստված շատ քիչ կա Աստված, եթե մեր կյանքի մեջ աշխարհը ավելի շատ է, քան Աստված, ես կոնկրետ մարդու մասին չեմ խոսում, իմ սիրելիներ, չկարծենաք որ քարեր եմ նետում ձեր բաղերի մեջ, չէ, ուղղակի ուզում եմ որպեսզի ես եւ դու մտածենք մեր կյանքի մեջ։ Երբ որ մենք այստեղ ենք փառք Աստծո, մենք հավատացյալներ ենք ու նորմալ անցկացնում ենք ժամանակը, վերջի վերջով թողնում ենք գնում ենք այնտեղ աշխարհի մեջը։ Երբ որ մենք աշխարհում ենք գտնում, ինչպիսին է մեր աստվածապաշտությունը։ Սա է կարևորը, որպեսզի մենք հասկանանք ու մտածենք դրա մասին։ Փառք է տալի ասում Պողոս Արաքյալը, որ ինքը ժամանակին այդ վիճակի մեջ գտնվելով Աստված իրան ողորմած։ Ինչի համար, որովհետև ինքը վկայում է, որ ինքը անհավատության մեջ է։ Մեր ապաշխարությունը, մկրտությունը թող մեզ չդառնա հիմք այն բանի համար, որ մենք հավատացյալներ ենք, ոչ մի բանի կարիք չունենք։ Այսօր քննության ենթարկենք մեր հավատքը։ Ու տեսնենք մեր աստվածապաշտությունը ինչ ձևի է։ Կարող է կեղծ եղնի։ Կարող է մենք իսկական որ 2 ժամվա հավատացյալներ ենք, որոնք որ ամեն այդ 166 ժամը կարող է պատահի մի քանիսը էլի մի 2 ժամ էլ ավելացնում են 5 շաբթի օրը ու մի քանիսն էլ էլի մի քանի ժամ ավելացնում են, երբ որ գնում ենք շամշուտ։ Բայց դա չերիկ չի, իմ սիրելիներ։ Չափենք որ ասենք այ ես այնտեղ մարդիկ կան ովքեր մենակ 2 ժամ, իսկ ես տես 5 շաբթի եմ գալի, շամշուտ եմ գնում։ Կապ չունի։ Կարևորը որ Աստված մեզանից պահանջում է, այն մեր քնած ժամանակը պետք չի։ Այդ 168 ժամից մենք քնում ենք էլ։ Բայց երբ որ մենք արթուն ենք, ինչքանով ենք մենք աստվածապաշտ, ինչքանով ենք մենք պաշտում Աստծուն այնտեղ, որտեղ որ մենք իրականում պետք է պաշտենք, սա կարևոր է, որ մենք մտածենք դրա մասին։ Գիտեք, տեսեք, կա առաջինը, մարդը չի հասկանում, ու մենք պետք է աղոտ կանենք այդ մարդկանց համար, որպեսզի մարդը կարողանա գիտակցի ու դառնա դեպի ճշմարտությունը, որ հավատքի մեջ էլ լինի, ինչպիսի վիճակի մեջ էլ լինի, թեկուզ մեր ճշմարիտ հավատքի մեջ կարող է ինքն էլ մոլորության մեջ եղնի, կեղծ
աստվածապաշտության մեջ, բայց կան մարդիկ, ովքեր որ գիտակցաբար են անում։ Իմ սիրելիներ, շատ կարևոր է ու մենք շատ անգամ լսում ենք հովիվների մասին, սարկավակների մասին, որոնք որ սխալ աստվածապաշտություն ունեն ու իրանց աստվածապաշտությունը իրանց շահերի համար են անում, իրանց ֆիզիկական շահերի համար։ Բայց ինչի մենակ նրանք, այո, նրանք շատ մեծ պատասխանատվություն ունեն։ Բայց եկեք նայենք մարդկանց, հասարակ մարդկանց, որոնք որ իրենք շարքային հավատացյալներ են համարում։ Ինչքանով ես որպես շարքային հավատացյալ կարող եմ վկայություն տալ, որ իմ աստվածապաշտությունը կեղծ չի։ Ես ոչ հովիվ եմ, ոչ էլ սարկավակ, ոչ էլ ինչ որ միածառայող, բայց ես տեսնում եմ իմ կյանքի մեջ, որ Աստված ինձանից էլ բավականին մեծ պահանջներ ունի։ Ու այդ պահանջները ուզում եմ որպեսզի լինի։ Տեսեք Հռոմեացոց առաջի գլուխ 32 համարը։ Դուք հիշում եք, միջև ես կարդամ այս տեղը, հիշում եք որ Պողոս Արաքյալը մի մեծ ցուցակ է տալիս այն մարդկանց, որոնք որ այնքան կեղտոտ կյանքով են ապրել, այստեղ Հռոմեացոց թղթի մեջներ, որոնք միասեռական ամեն ինչը իրանք աստվածապաշտ են ձևացնում, բայց ունեն այն մեղքերը, որոնք Աստված ոչ թե ուղակի զզվում է, գարշում է։ Մերզես для Бога։ Նայեք ինչ է ասում։ Այս մարդկանց, որոնք որ ապրում են իրենց աստվածապաշտ ձևացնելով, որ Աստծո իրավունքները հասկանալով, դե որ ես հասկանում եմ, ուրեմն ինչ որ մի աստվածապաշտություն ունեմ, չէ՞, թե այսպիսի բաներ գործողները մահի արժանի են, ոչ թե միայն այս բաները անում են, այլ գործողներին էլ կամակից են լինում։ Լավ ես անում, դες պետք է անի։ Ամեն կողմ պետք է չեղնին դες։ Այ որ անում ես ոչինչ։ Գիտեք, շատ անգամ մեր կյանքում մեր ոչ թե ուղակի խոսքով, կարող է կյանքով էլ մենք ցույց տանք, որ դիմացի գտնվող անհավատները տեսնան մեզ ու ասեն, եթե Համլետին, ինձի կարելի է այդպիսի բաներ անել, ուրեմն հավատացյալը իրավունք ունի այդ բանը անելու։ Ու ես անելով ինչ-որ մի բաներ կյանքում աշխարհի մեջ անելով, ինչ թե ստեղում ոչ մի բան չեմ անում, ստեղ գալիս եմ, ծառայում եմ, փառք Աստծո, մեծարում եմ Աստծուն, աշխարհում եթե ինչ-որ մի բան եմ անում, որ պետք է չանեմ, ու մարդիկ տեսնում են իմ կյանքը։ Նայում են որ ես ով եմ, ու նայում են եթե հավատացյալին կարելի է, ինձ ինչի չի կարելի, ու անում են մարդիկ օրինակ վերցնելով ինձանից, որ ես ընդհակառակը պետք է բարի օրինակ ծառայեմ։ Այստեղ տենց է դա է գրած, գիտեք, որ մեզ հնարավորություն է տալի հասկանալու, որ աստվածապաշտությունը երբեք շահավաճառության չպետք է վերածվի։ Նայեք, երկրորդ առաջի Տիմոթեոս 6-րդ գլուխ 3-ից 5 համարը։ Պողոս Արաքյալը մի անձնավորություն էր, որն տանել չէր կարող կեղծ աստվածապաշտությանը։ Ու նա ամեն տեղ շատ անգամ հանդիմանում էր մարդկանց ասելով, որ իրանք այդպիսի վիճակի մեջ են գտնվում։ 1 Тимофея 6 глава 3-5 стихи։ Իսկ եթե մեկը ուրիշ կերպ բան սովորեցնե եւ մտիկ չանե մեր Տեր Հիսուս Քրիստոսի ողջամիտ խոսքերին եւ աստվածապաշտության համեմատ վարդապետությանը, նա գոռոզացած է, ոչինչ չիմանալով, այլ ախտացած է վիճաբանությունների եւ խոսքերով հակառակվելու համար, որ նրանից լինում են նախանց, կռիվ, հայհոյություն, չար կարծիքներ, դատարկ վեճեր, այնպիսի մարդկանց, որ մտքով ապականված եւ ճշմարտությունից հեռացած են, որ աստվածապաշտությունը շահավաճառություն են համարում, այնպիսիներից ետ քաշվիր։ Ես ծառայում եմ Աստծուն, բայց իմ ծառայությունը շահի համար է, ինչքան կարելի է շատ փող դատեմ։ Ըստերից ընդդեղից վերցնեմ, հետո ինչ որ մի քիչ կեղծեմ, հետո ինչ որ մի քիչ ուրիշ բաներ ասեմ։ Կարևոր որ մարդկանց համոզեմ, որ մարդիկ ինձի տան, ինչքան շատ տան, այնքան ավելի։ Այսօր շատ կա այդ ձևի վիճակը։ Բայց նայեք, ես ուզում եմ մի կարևոր բան ասել, որ մեզ համար մտածելով բան է տալի։ Մենք ժամանակին ունեցել ենք այդպիսի կեղծ աստվածապաշտության շատ մեծ բացահայտ վիճակ, երբ որ մենք Կախովկայում 90-ական թվականներին շատ դժվար ժամանակ, մարդիկ աշխատանք չունեին, լույս չկար, գազ չկար, ուրիշ շատ բաներ, շատ դժվար ժամանակ էր, ու այդ ժամանակ երբ որ բացվեց երկիրը ու դրսից լցվեց այդ օգնությունները, շատ մարդիկ գալիս էին եկեղեցի ու աստվածապաշտություն էին սկսում անել, ոչ թե
հավիտենական կյանք ստանալու համար, ոչ թե ճշմարտությունը պահպանելու համար, այլ եղու բրինձ ստանալու համար։ Սարսափելի բան, բայց դա իրականություն էր, որովհետև ես հիշում եմ, երբ որ ամեն ծառայությունների ժամանակ հայկական եկեղեցում 80-90 հոգի մարդ էր մասնակցում, 80-90, որ 250 անդամ ուներ այդ բանը, ամեն շաբաթ օրը, հաղորդության ժամանակ 120 հոգի չափ, մնացածները որտեղ էին, կեսից ավելը չկար, բայց հենց որ ինչ-որ մի ապրանք էին բանանում, նայում ես հերթա, կիլոմետրանոց հերթա, ու այդ հերթի տեղը նայում ես սա ով է, մեր եկեղեցու անդամ, մկրտված մարդը, բա որտեղ է։ Այ ամենացավը գիտեք ինչ է որ, այսօր էլ կարող է մեր եկեղեցում, մենք մի անգամ եղնում է, օգնություններ ենք տալի, ձեռք ենք մեկնում դժվարության մեջ գտնվող մարդիկ, Աստված չանի, որ ինչ որ մեկը դրա պատճառով աստվածապաշտ լինի։ Ամենացավալին այն է, որ մենք կարող ենք այն ծառայողների վրա մատնացույց անել, ու իրականում այդպիսի շատերը կան, որոնք որ աստվածապաշտությունը շահավաճառություն են վերածել, բայց ես ինչպիսին եմ։ Իմ եկեղեցի գալու գլխավոր նպատակը ինչու՞մն է։ Այո, եկեղեցին կարող է օգնել ու պարտավոր է օգնել։ Մենք ոչ մի անգամ չենք ասում եկեղեցին ինչի է օգնում, բայց եթե իմ եկեղեցի գալը դրա պատճառով է, սա սարսափելի բան է իմ սիրելիներ, ու սա շատ վատ հետևանքի կարող է բերի յուրաքանչյուր մարդու համար։ Նայեք առաջի Տիմոթեոս 5:24 համարը։ Տեսեք ինչ է ասում Պողոս Արաքյալը։ 1 Тимофея 5 глава 24 стих։ Կան մարդիկ, որոնց մեղքերը հայտնի են առաջուց եւ դատաստանի հասած, իսկ ոմանք էլ յետևից են գալիս։ Հիմա նայեք, ես օրինակներ եմ ուզում բերել, հայտնի են, առաջի հերթին հայտնի են մեղքերը, որովհետև մենք աստվածաշնչային շատ օրինակներ ունենք, ոչ միայն աստվածաշնչային, մեր եկեղեցում շատ օրինակներ ունենք, որ մարդիկ գալիս էին աստվածապաշտ էին դառնում, բայց այդ աստվածապաշտությունը կեղծ էր լինում։ Գալիս էին, մեկը եկավ իր ընտանիքին բարելավելու համար, միջև անգամ մկրտվեց, բայց հետո թողեց գնաց, որտեղ չստացավ այն ինչ որ պետք է։ Մյուսը էլի ուրիշ բանի համար, երրորդ ուրիշ բանի համար, բայց նայեք, ես ուզում եմ հիշեցնել, որ յուրաքանչյուր կեղծ աստվածապաշտություն, եթե մարդը գիտակցաբար է անում, անպայման պատժի կբերի։ Ու առաջինը, որն մենք տեսնում ենք, Ղուկասի ավետարանում է գրած, որտեղ որ մենք գիտենք այդ Ղուկասի ավետարանում գրածը ինչի մասին է գրված 18-րդ գլխի մեջ, երբ որ երկու մարդ ելան տաճար աղոթք անելու։ Ղուկասի 18-րդ գլուխ, հիշեցնում եմ 9-րդ համարից սկսած, տեսեք ինչ է ասում մեր Տեր Հիսուս Քրիստոս իր լսողներին, ու մեզ էլ են թվում։ Լուկա 18 глава 9 стиха начинаем. Ոմանք էլ որ իրանցում վստահ են, թե արդար են եւ ուրիշներին ոչինչ են համարում, այս առակը ասեց. երկու մարդ վեր ելան տաճար, որ աղոթք անելու։ Մեկը փարիսեցի, մյուսը մաքսավոր։ Փարիսեցին առանձին կանգնած այս էր աղոթք անում. Ով Աստված, գոհանում եմ քեզանից, որ չեմ ինչպես ուրիշ մարդիկ, հափշտակող, անիրավ, շնացող, կամ ինչպես էլ այս մաքսավորը։ Շաբաթը երկու անգամ ծոմ եմ պահում եւ իմ բոլոր ստացվածքներից 10-րդ եմ տալիս։ Ինչ լավ է, չէ՞։ Այ աստվածապաշտություն, որ կարծես թե պետք է Աստված ասի, ապրես տղա ջան, այ իսկական աստվածապաշտությունը որտեղ է։ Բայց դուք լավ գիտեք, այդ վերդիկտը, որ Աստված տվեց այս աղոթողին, որն որ իր վրա մեծ կարծիք ուներ, բայց իր աստվածապաշտությունը կեղծ էր, որովհետև մակերեսային էր ու ցուցադրական։ Տեսեք ինչ է ասում Ղուկաս 18:14։ Լուկա 18 глава 14 стих։ Ասում եմ ձեզ, թե սա արդարացած իջավ, այսինքն մաքսավորը իջավ իր տունը, քան թե նա, որովհետև ամեն իրեն բարձրացնողը կխոնարհվի եւ ինքը իրեն խոնարհեցնողին կբարձրանա։ Գոռոզությունը կամ մարդու վրա իր վրա մեծ կարծիք ունենալը, դա կեղծ աստվածապաշտություն է, իմ սիրելիներ։ Մտածենք մեր, ինչ ենք մտածում մեր մասին, ինչպիսի չափեր ենք դնում մեր մասին, որպեսզի մենք կարողանանք գիտենանք։ Երկրորդ կարևոր բանը,
Մենք ես շատ չեմ օրինակ բերի, ես երկուսը բավական է, որպեսզի մենք կարողանանք հասկանանք, որ ինչքանով վտանգավոր է կեղծ աստվածապաշտությունը, գրված է Գործ Առաքելոց 5-րդ գլխի առաջի 5 համարներում։ Գիտեք ինչի մասին է գրված, ես ուղղակի կարդամ, որպեսզի մենք նորից եւ նորից վերապրենք այն գաղափարները, ինչ որ Աստված մեզ ներկայացնում է։ Ձիանի ապոստոլը 5 глава, с 1 по 5 стихи։ Եվ մի մարդ անունը Անանիա իր սափիրա կնոջ հետ մի կալված ծախեց եւ նրա գինը թաքցրեց, որ կինն էլ գիտեր, եւ մի բաժինը բերավ, առաքյալների ոտների մոտ դրավ, եւ Պետրոսը ասեց. Անանիա, ինչու համար սատանան քո սիրտը լցրեց, որ դու սուտ խոսես Սուրբ Հոգուն եւ ագարակի գնից թաքցնես, չէ որ նա որ կենում էր քոնն էր եւ ծախվածն էլ քո իշխանության տակն էր, ինչ է որ այս բանը դրիր քո սրտի մեջ, ոչ թե մարդկանց սուտ խոսես, այլ Աստծուն։ Ու 5-րդ համարը, եւ Անանիան հենց որ խոսքը լսեց, վայր ընկավ եւ հոգին հանեց, եւ մեծ վախ եղավ ամենքի վրա, որ այդ լսեցին։ Հետաքրքիրը գիտեք ինչ է, ինչու՞մն է այդ մարդկանց կեղծավորությունը, որ իրանք իմիջիալոց Անանիան, Սապիրան հրեաներ էին, ու իրանք միջև քրիստոնյա դառնալը, իրանք լավ գիտեին 9-րդ պատվիրանքը։ Գիտեք, չէ 9-րդ պատվիրանքը որն է։ Սուտ մի խոսա։ Իրանք շատ լավ գիտեին, որ Աստված ասեց, որ ով որ պատվիրանքը խախտի, նա անպայման կպատժվի։ Գիտեին թե չգիտեին, բայց իրանք աստվածապաշտությունը, քանի որ կեղծ էր, իրանք կարող էին թույլ տալ, սուտ խոսալել, ուրիշ շատ բաներ, որոնց անտեսում է Աստծուն։ Որովհետև կեղծ աստվածապաշտությունը հենց դրանում է կայանում, որ մարդը անտեսում է Աստծուն, ու նրա վախը չունի։ Այսօր մենք մտածելու բան ունենք, իմ սիրելիներ, որովհետև մենք Աստծու հետ խաղ հաղանելով, կրակի հետ ենք խաղ հաղանում։ Ու վերջի վերջով շատ սարսափելի հետևանքի առաջ կանգնենք։ Այս քարոզը թող ամեն մեկից մտածելու բան տա, որ մենք հասկանանք, որ կեղծ աստվածապաշտությունը շատ վատ հետևանքների առաջ կարող է բերել, եւ մենք պետք է հասկանանք, որ դա մտածելու բան է տալի մեզ։ Տեսեք, ելի մի անգամ եմ ուզում հիշեցնել առաջի Տիմոթեոս 5-րդ գլուխ 24 համարը։ Կան մարդիկ, որոնց մեղքերը հայտնի են, եւ մենք կարդացինք մի քանի մեղքերի մասին եւ առաջուտ դատաստանի հասած։ Իսկ ոմանք էլ հետևից են գալիս։ Ունենալով այսպիսի օրինակ, որ կեղծ աստվածապաշտությունը, գիտակցաբար կեղծ աստվածապաշտությունը ինչ կարող է բերել, եթե մենք շարունակում ենք այս կյանքի մեջ կեղծել մեր աստվածապաշտությունը, եթե մենք այստեղ մի մարդիկ ենք, աշխարհում ուրիշ մարդիկ, գիտեցեք որ մենք ոչ մի առավելություն չունենք։ Ինչպես այս մարդիկ, որոնք որ Փարիսեցու մասին ինչպես խոսած Աստված, ինչպես Աստված խոսած Անանիա ու Սապիրայի մասին, այնպես էլ մենք կեղնենք սիրելի քույր-եղբայրներ, որ մենք խաղ հաղանալով Աստծու հետ վերջի վերջով շատ վատ հետևանքի առաջ կանգնենք։ Դրա համար մտածելու բան ունենք մենք, դրա համար մենք հասկանալու ենք, որ գիտեք, հարցը դրանում չի, որ դու ամեն ինչ անում ես լավ, դե ինչ որ միտեղ սայթակեցիր, այդ հեչ, այդ ոչինչ բան չկա։ Մտածենք դրա մասին, տեսեք Հակոբոս Արաքյալը, ես էսի կարդամ ու կվերջացնենք, բայց մտածելու բան ունենանք, որ հասկանանք, որ մենք աստվածապաշտներ ենք, որոնք որ ձգտում ենք մեր ամենակարող Աստծուն իրական պաշտել ու ամեն ձևով ցույց տալ մեր շուրջը գտնվող մարդկանց, որ մենք ոչ միայն ընդունել ենք Աստծուն, այլ պաշտում ենք, սիրում ենք ու ձգտում ենք այդ Աստծու անունը փառավորել։ Հակոբոս 2-րդ գլուխ 10-13 համարները։ Հետաքրքիր ձևով է մեր եղբայրը ներկայացնում այստեղ։ Յակով 2 глава 10-13 стихи։ Վասնզի ով որ բոլոր օրենքը պահե եւ մեկումը մեղանչե, ամեն օրենքին եղավ պարտական։ Որտեւ այն շնություն մի անի ասողը ասել էր մի սպանի, իսկ եթե շնություն չանես, բայց սպանես, եղար օրինազանց։ Հասկանում եք, չէ, որ եթե ես իմ կյանքի մեջ հասկանալի է, մենք ոչոք էլ կատարյալ չենք։ Մենք ցավոք սրտին մեղքեր ենք գործում, բայց երբ որ ինչ որ մեկը ունի իր մեջ կեղծ պարծանք,
որ ես գիտես ինչ թավոր աստվածապաշտ մարդ եմ, որ եթե ինչ որ 100 հատ օրենք կա, 100-ը կատարում է, 99 օր կատարում է, այդ մեկի համար Աստված ինչա ինձի ինչ որ մի բան պետք է ասի։ Գիտեցի, եթե դու այդ մեկը գիտակցաբար անում ես ու դրա ապաշխարության ցանկություն կամ կարիք չունես, դու կեղծ աստվածապաշտության մեջ ես։ Օրենքը ասում է, որ եթե այս օրենքը պետք է կատարես, նա էլ պետք է կատարես։ Եթե ինչ որ մի օրենք խախտում ես, դու օրինազանց ես ու դու կարիք ունես ապաշխարելու։ Ու դա պետք է ես չի ու ինչ որ մեկը իրար չպետք է հիշեցնենք։ Մենք ինքներս պետք է զգանք, որ ես օրենքը խախտել եմ, ժողովուրդ, ոչ ոք չտեսավ, մենակ ես ու Աստված, ու ես գիտեմ, որ Աստված ոչ մի անգամ իր աչքերը ինձանից չի հեռացնում, միշտ իմ վրա է իր աչքերը, ես խախտել եմ օրենքը, ես Աստծո առաջ մեղք եմ գործել, ու ինչ պետք է անեմ, ես պետք է ապաշխարեմ։ Եթե ես ճշմարիտ աստվածապաշտության մյուս անգամ մենք խոսանք այդ ճշմարտության մասին, եթե Տերը կյանք տվեց, որպեսզի մենք հասկանանք, որ ճշմարիտ աստվածապաշտությունը նրանում է կայանում, որ ես ունեմ Աստծո հանդեպ երկուղղվածություն, благоволение ռուսերեն ասում են, այն վախը չի, որ գելերից ու շներից ենք վախենում։ Ուրիշ վախը, որն մեզ հոտ կանենք, որ Տերը բաց անի մեր մեջը, քիչ առաջ ինչպես եղբայրը ասեց են խավար մութ տեղերը բաց անի, որ մենք կարողանանք ճիշտ աստվածապաշտության մեջ լինելով վերջի վերջով ուրախություն ունենալ մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետ միասին։ Սիրելի հայր, շնորհակալ ենք, որ քո ողորմությունը մեծ է, Տեր։ Շնորհակալ ենք, որ դու ամեն անգամ մեզ հետ խոսում ես եւ մեզ հնարավորություն ես տալի, որ մենք քննողաբար մոտիկանանք մեր անձին, մեր կյանքին, մեր հավատքին, որ շատ կարեւոր է Տեր այս կյանքի մեջ, որովհետեւ հավատքը, որն որ կարող է լինի մեր կյանքի մեջ, կարող է կեղծ լինի եւ այն աստվածապաշտությունն էլ կեղծ լինի, որ դա ոչ մի օգուտ չի բերի մեզ, այլ ամենամեծ վնասի առաջ կանգնի, որովհետեւ ժամանակին, երբ որ դու այստեղ ես, քո քարոզների մեկում ասեցիր, որ վայ այն քաղաքներին, որոնք որ աստվածապաշտ էին համարվում, բայց իրանք սխալ կյանքի մեջ էին ապրում, ավելի հեշտ կեղնի այն քաղաքներին, որոնք որ կործանվեցին իրենց սխալ աստվածապաշտության համար, քան այն քաղաքներին, որոնք որ ձևական աստվածապաշտություն ունեն։ Իսկ մենք հիշում ենք Տեր ու մտածում ենք դրա մասին, հասկանում ենք, որ ինչքանով վատ հետևանք կարող է բերել այն ամենը, ինչ որ մեր կյանքի մեջ սխալ ու գիտակցաբար սխալ է եղնում, Տեր։ Դրա համար օգնի մեզ, Տեր, սթափեցրու մեզ, Տեր, մի թույլ տու, որպեսզի մենք այս կեղծ աստվածապաշտության մեջ, հարբած վիճակի մեջ ապրենք այս կյանքում ու կարողանանք ցավալի վիճակի մեջ ընկնել։ Վերջի վերջով ցավալի վիճակի մեջ ընկնել։ Օգնի առաջնորդի տող միշտ եւ ամեն ինչում քո սուրբ անունը փառավորվի։ Ամենակարող Հայր, այս ամենը խնդրում ենք քեզանից, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ամին։